Հարգելի ընկեր Փափազյան, բարով եկել Լենինական մեր քաղաքը, Լենինականցին միշտ սիրել է ձեր արվեստը, հետաքրքրվել ձեր բեմական գործունեությամբ, կարդացել ձեր ստեղծագործությունները եւ միշտ էլ նա ձեզ գնահատել է որպես հայ մշակույթի մեծակույն գործիչներից մեկին, որը եկել է դարերի խորքից եւ գնում է ապագան։ Խնդրում եմ ձեզ, ընկեր Փափազյան, մի քանի խոսքով պատմեք մեր ռադիոընկերներին ձեր ստեղծագործական գալիք աշխատանքների, ձեր այսօրվա գործունեության, ձեր գրական աշխատանքների մասին։ Խնդրեմ, ընկեր Փափազյան։ Շատ պատվված եմ զգում ինձ, իհարկե շնորհակալ եմ, որ եկել եք։ Չնայած իմ ծայրաստիճան հոգնածության, ուրախությամբ կընդունեմ ձեզ եւ կաշխատեմ ձեզ կոչել։ Իմ ապակա գործունեության մասին երբ խոսք է լինում, մի քիչ ծիծաղում եմ, որտեղ ապական արդեն չկա ինձ համար։ Հանկստի դարիները մոտեցել են։ Երևի այս տարի ես կվերջացել եմ դատարանի այլևս աշխատելուց, բեմի վրա իհարկե։ Շատ ցավալի բան է դա, բայց ինչ արած։ Արվեստը այնպիսի մի բան է, որին պետք է ժամանակին թողնել, թե չէ ինքը քեզ կթողնի։ Ուրեմն ես հետևում եմ այսին մտքերին եւ արվեստին պատրաստում եմ ես թողնել ավելի շուտ քան նա ինքից կթողնի։ Որովհետեւ ոչինչով բարդական չմնամ արվեստին։ Իսկ ինչ կանեմ առանց թատրոնի ամեն բան եւ շատ բան թատրոնում խաղալով միայն չէ որ ես թատրոնի հետ եմ, առանցին էլ ես թատրոնի հետ եմ։ Եվ թատրոնը թվում է որ ես ինքս եմ կամ թատրոնի ինձանում է իմ մեջ է։ Այնպես որ ես դեռ չեմ լինի բեմի վրա, բայց կլինեմ դարձյալ թատրոնում, իմ հոգեկան թատրոնում, ես ինքս ինձ համար կխաղամ այս անգամ, որտեղ երկար դարիներ խաղացել եմ, հանդիսատեսների համար այս անգամ էլ կխաղամ մի քիչ ինձ համար, որքան ուժերսների։ Իսկ հետո ամենակարևոր աշխատանքը որ կանեմ, ես հիմա դա քրական աշխատանքներն է, բադահմամբ, անսպասելի կերպով, մարդիկ ինձ հավատացրին, որ ես գրող եմ կամ գրել ընդունակությունն եմ, ես այդ բանը չգիտեի երկար դարիներ։ Տեսավոր գուցե եւ ճիշտ է, մանավանդ ինձ դուր եկավ այն բանը, որ այդ ծավով կարողանում եմ ես իմ մտքերը, մտածումները թողնել գալիք սերունդներին ավելի շոշափելի եւ հասկանալի եւ տեսանելի ծավով, քան թատրոնում ես այդ բանը արել եմ։ Թատրոնում որտեղ գիտեք երբ վարարվեցի վրակուրի իջնում է, դերասանից բան չի մնում արդեն, բայց շատ այն հանդիսատեսի սրտի մեջ որ տեսել է։ Բայց քրականությունը բաղում է, հավասիկ այդ բանը ինձ ամենամեծ խթանն է եւ երևի դերևս ես այդ աշխատանքը երկար կշարունակեմ։ Հիմա ես այս րոպեիս աշխատում եմ մի տրիլոգիայի վրա, որը Համլետի, Օթելլոյի եւ Լիրարկայի մեկնաբանությունն է։ Այսինքն թե այդ կերպարները իրանց քրված օրից մինչև հիմա մոտ 400 դարի ինչ этаպներից են անցել, ովքեր են խաղացել, ինչպես են խաղացել, յուրաքանչյուրը նրանցից ինչ հասկության որ պետք է ինչ է ավելացրել նրա մոտ, ինչով է հարստացրել ներողություն այդ կերպարները, այդ բոլորը հավաքված ի մեջ հավասիկ ես կանցնեմ թղթին գալիք սերունդներին, մանավանդ գալիք դերասանական սերունդներին եւ կարծում եմ դա իմ կլինի այսպես ասած բարոյական լավագույն նվերը իմ արվեստագից ընկերների մանավանդ երիտասարդներին, որոնց դժբախտաբար թե բարեհաղթաբար իրենց բոլոր բաղասություններով շատ եմ սիրում։ Ես կարծում եմ, որ սիրել մեկին անվաճառ նրա առավելության համար դա մեծ առաքինություն չէ։ Պետք է սիրել նրա միևնույն ժամանակ բացի առավելություններից եւ նրա բաղասությունների համար ամբողջությամբ։ Այ այսպես է աշխատանքներ գտնում։ Հիմա այս աշխատանքները վերջանալուց հետո որոնք շուտով կդրվեն ես կցնարգեմ այն մեծ աշխատանքին, որին վաղուց խոստացել եմ եւ որին հայ բետրադը սպասում է, այն է նովելներ, որոնց մեծ մասը գրված է զանազան ժամանակներ իմ կյանքի ընթացքին, բոլսո կյանքից, թուրքերի, հայերի, փոխհարաբերությունների կյանքից, հույների, հրեաների, եվրոպացիների եւ այլն։ Եվ մինչև այսօր մեր օրերը հայերի, ռուսերի, վրացիների այդ բոլոր փոխհարաբերությունները եւ նրանց այսպես ասած կենցաղային նորությունները, կենցաղային պատկերները որոշտեղ արդյունքով, որոշտեղ ծիծաղով, որոշտեղ մտածողություններով եւ այլն,
այս աշխատանքը շատ երկար աշխատանք է, որի մեծ մասը կրված է։ Հիմա իմ խաղաղան գնում Լենինգրադում երևի կնստեմ, կվերանայեմ, սրբակրեմ եւ այդ բոլորը հանցնեմ մամուլին։ Թե ինչ կլինի դրանից հետո սիրելի բարեկամս, այդ մոտավորապես կարելի է հուշագել, ինչպես դուք հուշակեք կամ գիտեք այդ բոլորը, բայց առայժմ այս է իմ ամբողջ ծրագիրը։ Մեծարգո վարպետ, ես եւ իհարկե բոլոր լենինականցիները, բոլոր հայերը կցանկանային իմանալ ձեր կարծիքը ժամանակակից հայ բեմական երիտասարդության մասին, նրանց մասին, ովքեր, ինչպես ասում են, էստաֆետայի փայտիկը պետք է վերցնեն ձեր ձեռքից, ձեր սերնդի ձեռքից, նրանց մասին, ովքեր պետք է շարունակեն հազարամյակների պատմություն ունեցող մեր թատերարվեստը։ Խնդրում եմ ձեզ, եթե կարելի է, մի քանի խոսքով մեր լենինականցիներին պատմեք նաև այդ մասին։ Մեծ հաջողով բարեկամս, հարցը որ դուք ինձ համար շատ կարևոր է, կյանքի հարց է, գոյության հարց է թատրոնի համար, իսկ երիտասարդության, որի մասին խոսում եք, դե իմ զավակներն են բոլորը եւ իհարկե բոլորին սիրում եմ, դժվարանում եմ նրանց մեջ տարբեր դարբերություն դնել։ Միայն մի բան կցանկանայի եւ մի բան եմ տեսնում, որը հնարավոր է չափով արագ կերպով պետք է իհարկե մեջներից վերցնել։ Նախ եւ առաջ կուլտուրայի տեսակետով պետք է մեր երիտասարդության ավելի լայն հնարավորությունների միջոցներ տալ։ Նյութական դրությունը պետք է նրանց անպատճառ բարելավել։ Միայն նրա համար, որպեսզի նրանք ավելի կարողանան կենտրոնանալ, զանազան ուղղությունների չդիմեն զանազան աղբյուրներ չփնտրեն իրանց գոյությունը ավելի բարեփոխող պայմաններ մեջ դնելու համար։ Երկրորդ, ընդրության ժամանակ պետք է ընտրեն այնպիսիներ, որոնք քոնե առաջի պայմանը հայտարարության այն է հայ լեզուի գիտակ լինելու, կատարյալ գիտակցությամբ, կատարյալ լեզվակետ լինելու Պարկը ունենան, որտեղ եթե կա ոյվե դեղ, որ մի ժողովրդի լեզուն պետք է հնչի իր ամբողջ իսկական մակրությամբ, նա նրա պետական թատրոնն է։ Բայց թատրոնը բացի դիտելու համար դեղ լինելուց նստիրա էտիմոլոգիայի, նաև լսելու համար դեղ է։ Եվ հանդիսատեսը պետք է ոչ միայն տեսնի, այլև լսի իր ժողովրդի լեզուն, իր ամբողջ մանրամասնությամբ, ամբողջ խորությամբ, ամբողջ լայնությամբ, ամբողջ շնությամբ։ Մանավանդ երբ հարցը գալիս է այնպիսի մի լեզու, ինչպես մերն է, որը հին է, աշխարհում այսօրվեց գտնված 4-5 ամենահին լեզուներից մեկն է։ Երկրորդ կցանկանայի նույնպես, որ մեր կառավարությունը, պետությունը մի բան հասկանար եւ երբեք կհասկանանա, որ այսպես մի տեղ մի քաղաքի մեջ խզգել երիտասարդության եւ աշխատել, որ միայն դրանք նույն քաղաքը տեսնելով, նույն մարդիկը տեսնելով, նույն սովորությունները տեսնելով մեծանան եւ դրաստան դառնան թեկուզ դաղանդավոր լինեն, այդ անհնարին է։ Ես խորհուրդ կտայի, կցանկանայի, որ ավելի եւս հնարք դրել նրանց մանավանդ ամառվա ամիսներին անպայման այցելել արտասահման։ Քոնե գնալ տեսնել, աչքերով տեսնել, մանգալ, վերադառնալ, ամեն անգամ նրանք կհարստանան, երբ վերադառնան, եւ այդ ամիջապես կընտրատարնա իրենց արվեստի վրա։ Եվ դա ավելի շուտ առաջ կդանի, նրանց կբարձրացնի, կողրացնի, կան այն ցևը, որը մինչև նա գիրառվում է դեպի նրանց։ Սա ամենակարևորն է, իսկալով ռեպերտուարի խնդրին, իհարկե ռեպերտուարը պետք է լինի մի ժողովրդի պետական թատրոնի ռեպերտուարը, պետք է շոշափի այդ ժողովրդի շահերը, ամենօրյա շահերը, ամենօրյա հույսերը, նրա աբակայի հույսերը, այդ ռեպերտուարը մենք դժբախտաբար այսօրվեից լրիվ եւ առողջ կերպով չունենք, շատ քիչ բաներ ունենք։ Մենք մանավանդ մեր ունեցածներից մեծ խոշոր ունեցածներ չենք օգտվում։ Օրինակ իմ կարծիքով այսօրվեից կփրկեր թրությունը շանտը։ Եթե հնարավոր լիներ շանտը մեջտեղ անել եւ թույլ տալ մեր հանդիսատեսին տեսնել շանտը, մեր դերասանների խաղալ, դա կլիներ այնպիսի մի դպրոց, որ ունած անպայման կվերադարձներ դեպի նախկին ոգևորությունը եւ ես համոզված եմ, որ նրա օրինագից ծրտված մենք ունենենք իսկական ժամանակակից քրոներ, որտեղ հարցը միայն հարցը քրիչ վերցնել քրելու մասին չէ, դրակիդությունը տարբեր հարց է, տարբեր հարցեր է շոշափում, տարբեր ընդունակությունների պետք ունի, պետք է այդ թատրոն մարդը կարողանա իր ժամանակը տեսնել, զգալ, իր 4 կողմը կարողանալ տեսնել, այդպիսի մարդիկ մեզ մոտ իհարկե կան,
բայց դժբախտաբար հիմա ցավի սիրտ ես պետք է խոստովանեմ, որ այն ինչ որ բոլորը կատարվել է որպես ինքնուրույն ռեպերտուար, ինքնուրույն դրամատուրգիա թույլ է շատ։ Ամբողջ քրիչներն են շատերը մեծ մասը։ Զանազան նպատակներով գրված պիեսներ են, այդպես չպետք է լինի։ Այ ավելի լայն հնարավորություն պետք է դարի այդ բանի համար։ Եվ մարդիկ, որոնք այդ հարցը պետք է կառավարեն ուղեն, պետք է լինեն, ինչպես ասեմ, նույն մտային եւ հոգեգան բարձրության վրա ինչ որ բանջում է գրողից։ Այս պայմանների դակ իհարկե շուտով ես հույս ունեմ Աբակա թատրոնը մեր նորից կփառկավաճի ինչպես եղել էր։ Մանավանդ երբ ես մտածում եմ հրճվանքով, որ ես մեր փոքրիկ հանրապետությունն այսօր բեց ունի երեք մեծ շենք, թատրոնի մեկ օպերայի շենքն է, մի սուսունդուկենի թատրոնն է, իսկ երրորդը ես պատիվ ունեցա նոր դեռևս տեսնելու ճիշտ է անավարտ վիճակի մեջ Լենինագանի թատրոնը, չգիտեմ թե ում պետք է հարցուի, բայց շատ գեղեցիկ մի աշխատանք գեղեցիկ մի գործ է, հիմա այդ թատրոնները պետք է լցվի վաղը միշտ երբ տուրները բացվի տերասաներով, եւ չլինի այնպես ինչպես մի ժամանակ կար հայ տերասանություն առանց թատրոնի, իսկ կարող է լինել որ մենք ունենանք հայ թատրոն առանց տերասանների, որովհետեւ այդ բանը չլինի, որովհետեւ այդ բանից խուսափենք, պետք է հիմագուց մենք պատրաստենք տերասաներին եւ իհարկե հենվենք միմիան երդասարտության վրա, ոչ նրա համար որ տարիքով երդասարտ են քիտնումրուտը քեղեցիկ է եւ այլն, ոչ սանք չէ, հոգով երդասարտ մարդիկ, նոր մարդիկ Դասյարակված մարդիկ եւ այդ բոլորը պետք է կառավարությունը ինքը ջոգի անի եւ ոչինչ չխնայի նրանց համար։ Միակ միջոց իմ գործիքով թատրոնը տնելու իր մեծ բարձրության վրա։ Քոնե աբացուցանելու համար, քոնե արտարացնելու համար այն ավանդությունը, որ 1000 դարուցավի առաջ մեկ թատրոնը ունեցել, այս բանը բարդատրում են ես բոլորիս հիմա հավաքել մեր ուժերը եւ մեր երդասարտությունը պատասխանել նոր թատրոնի համար, որպեսզի մենք կարողանանք իսկապես բարդանալ, ասելով մենք 1000-ամյա թատրոնի գործ ունենք։ Ոչ մի ժողովուրդ այսօրվես Եվրոպայում չի կարող այդ տեսակ մեծ փառքով բարդանալ, բայց մենք ունենք եւ դա խոսք չէ միայն, այլ ապացույցներ ունենք։ Այդ բանը որպես արտարացնենք եւ որ մեծ բադիվ է բերումնա, մեծ կուլտուրայի ապացույցը մի ժողովրդի համար պետք է անենք այնինչ որ ես բադիվ ունեցա ասելու։ Դա ինչ որ կարող ասել։ Իհարկե դուք ճիշտ եք, մեծարգո վարպետ։ Եվ դա պետք է այդպես էլ լինի եւ թատրոն եւ դերասանական արվեստ։ Եվ ըստ երևույթին ձեր բախտանքը կկատարվի եւ դա կլինի նաեւ ամբողջ հայության բախտանքը։ Մեծարգո վարպետ, եթե կարելի է խնդրում եմ ձեզ երկու բառով պատմեք ձեր լենինականյան հյուրախաղերի մասին։ Ես 3 դիտեցի ձեր խաղը, առաջին օրը դիտեցի ձեր խաղը։ Եվ չեմ ուզում ասել թե անկեղծորեն ասած, որտեվ մեր այս զրույցը միմիայն անկեղծ բնույթ է կրում, ուղղակի բոլորն էին զարմացել, որ դուք խաղում եք երիտասարդական եռանդով, սա իհարկե հաճույքոսություն չէ, այլ ուղղակի ապշեցրեց մեզ ձեր 80-ամյա մեծանուն վարպետի խաղը եւ անկեղծությունը եւ ամիջականությունը Եվ ես ուզում եմ արտահայտած լինել բոլոր լենինականցիների ցանկությունը, որ դուք տագավին երիտասարդ եք, հոգով երիտասարդ եք եւ նաեւ մարմնով եք երիտասարդ։ Այդ ձեր տպավորությունները լենինականյան հանդիսատեսի եւ այն նպատակադրման մասին, որով դուք այցելել եք մեր հինավուրց քաղաքը։ Խնդրեմ, ընկեր Փափազյան։ Մեծ աջուկով։ Սիրելի բարեկամս, դուք ձեր հարցերը հետզհետե ավելի հետաքրքիր եք դարձնում եւ ցավում եմ որ այս մեր հանդիպումը գարժադև է եւ դժբախտաբար երկար չէ կարելի խոսալ։ Լենինականը ինձ համար մի տեսակ երկրորդ հայրենիք է։ Շատ պատճառներ կան դրա համար։ Ես ինքս լինելով թրքաբադակ, փոքր ասագից հեռանալով Դաշգստանից, գալով այստեղ Ղովգաս արդեն հասած վիճակում, ման գալով ամբողջ Եվրոպան, ես միշտ կարիք եմ զգացել, որ որևէ գեր, որևէ միջոցով այդ երկու հատվածները միացնել եւ մի համուր մի մեծ ասկ դառնալ, կոնե 5 միլիոնանոց այսօրվից, որը հնարավոր է։ Այդ բանը կանը միայն լեզուն։ Ես դրա համար էլ իմ լեզուն, իմ քրածը, խոսածը եւ այլն, եթե դուք դիտում եք, ոչ բոլորովին հայություն է, հայ լեզուն է, ոչ արևել հայության լեզուն, այլ երկուսի խառնուրդն է, ավելի շուտ երկուսի այսպես ասած միացումն է։ Երկուսի միացումն է, որը իմ կարծիքով գուցե հանդգնություն լինի
հնարավոր քաղաքական միացումի մի տեսակ ապացույցն է եւ հույսն է, որը շուտով կարող է լինել իրականություն դառնալ։ Ահա թե ինչու ես Լենինականը սիրում եմ։ Լենինականը սիրում եմ այլևս ուրիշ պատճառի համար։ Մի բար ժողովուրդ է, սիրում է ինչ որ գա ամիջապես լեզվի վրա է, ինչ որ գա կրբանում ամիջապես ցերկի վրա է, ինչ որ գա իր ցանկությունը ամիջապես իրագործվում է եւ իրագործում է ինքը, չի մտածում վաղվա մասին։ Գիտե որ վաղը կարող է ինչ գիտել, իգուցե եւ ինքը վաղը չլինի։ Ապրել գիտե, աղայություն ունի, այսպես ասած կորզածելու համար մեզ մոտ կողգասում կորզածվածի բար ավելի դղամարդ է, քան մնացյալ ներողություն հայությունը, թողնի չի վերաբերում ոչ ոք։ Գիտե գրվել, գիտե իրան պաշտպանել, գիտե ուրիշին պաշտպանել, գիտե իրավունքները պաշտպանել, գիտե դգարին պաշտպանել, դա շատ մեծ բան է։ Այս բոլորը ինձ համար Լենինականը եւ լենինակացին դարձրել է շատ սիրելի։ Մեծ հաճույքով եմ գալիս այնտեղ եւ այս անգամ թե մի քիչ ուշացած ամբողջ 5 տարի, կազմեմ 6 տարի չկարողացա գալ, մեծ ուրախությամբ եկա միայն նրա համար, որ ոչ միայն նրա համար, որ ես տեսնեմ այդ բոլորը հրճում, այլ մի քիչ մգրդվեմ նոր բանով եւ այն երդասարտությունը, որի մասին դուք խոսում եք, իհարկե միֆ է դա թվում է, բայց այցելությունը Լենինական այդ երդասարտության կոնե մի որոշ չափը ինձ վրա վերադարձրեց, ճիշտ է։ Եվ ես երդասարտացած եմ իբրա։ Ուրիշտեղ այս պայմանների դա ես այսպես չխաղայի գուցե։ Ոյտ կարող ներկայացումների նրանց արժեքին, արժեքավորին, դե պետք է ասեմ, որ այս րոպեից թող ոչ ոքի խաթր չմնա Լենինականի այս փոքրիկ թատրոնը, այն էլ փոքրիկ շենքը այրված հրթեից հետո դարձյալ հայ իրականության մեջ լավագույն թատերախումբն է իմ կարծիքով։ Չեմ կարող այստեղ աչքատողանել դիրեկտորի աշխատանքը թատրոնի վրա։ Նրա հետ միասին ես առաջի անգամ այսօր էլ ավելի ինտիմ եմ խոսել, ավելի եմ ճանաչել նրան։ Եվ զգում եմ, թե նա ինչ նպատակներ է հետապնդում եւ ինչ սուրբ գործեր են դրանք։ Նույնիսկ խոսել եմ դերասանների հետ։ Պետք է իհարկե նրանց հետ հաջող հանդիպել, դասախոսներ կազմել, մի քիչ նրանց կյանքի պայմանները բարեփոխել, կամ ավելի շատ մի քիչ ավելի շոյել։ Գիտեք, դերասանը միայն նրա համար չէ, որ իր հանդեսատեսի շոյի իր դաղանտով, այլ նա շատ է սիրում, երբ իրան շոյում են մի քիչ, եւ նա այդ շոյանքին պատասխանում է։ Այս ցանկությունները ունեմ ես Լենինականի համար,